Միջին տարիքի մի ճաղատ տղամարդ նստած լսում է հայկական շանսոն և ժողովրդական երգեր, Ադել, Ջոն Լենոն, ֆրանսիական և ռուսական ռեփ, DDT խմբին, բարոկո ոճի երաժշտություն, Վիսոցկու գնչուական ռոմանսները և Զենֆիրա։ Այս տեսանյութերում նա կկոցում է աչքերն արևի ճառագայթներից, կապում է փողկապը, դեղին վարդը դնում է պիջակի գրպանը կամ տեքստ է հավաքում համակարգչով, ձեռքերով սրտիկ է պատկերում։ Բայց ամենից հաճախ նա պարզապես դիմացն է նայում մերթ ժպիտով, մերթ մտահոգ, մերթ էլ տխուր։ Այս տղամարդը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն է։ BBC-ն այսպես էր ընթերցողների համար նկարագրում Նիկոլ Փաշինյանի վերջին ամիսների ակտիվությունը սոցիալական ցանցերում և կապում է դա առաջիկա ընտրությունների հետ, նշելով, որ 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին Փաշինյանը սկսել է փոխել իր հանրային կերպարը։ Ինչու է Փաշինյանը լուր երաժշտություն լսում։ Այս հարցի պատասխանը BBC-ն փորձել է գտնել վերլուծելով ներկա իրավիճակի համատեքստը և զրուցելով հայ քաղաքագետների հետ։ Քաղաքագետ Միքայել Զոլյանը, որը նախկինում Փաշինյանի խմբակցության падգամավոր էր, այսպես է բացատրում վարչապետի նոր ոճը։ Նա դրանով ցույց է տալիս, որ վատ ժամանակներն ավարտվում են։ Կարելի է դադարել սգալ ու վախենալ, սկսել նայել առաջ և ուրախանալ կյանքով։ Հետխորհրդային երիտասարդության շրջանում, գրում է BBC-ն, սենսացիա դարձավ այն տեսանյութը, որտեղ քաղաքական գործիչը տխուր դեմքով նստած է Զենֆիրայի երգի ներքո։ Այն Instagram-ում հավաքել է ավելի քան 16 միլիոն դիտում։ Հազարավոր օգտատերեր TikTok-ում հրապարակել են այս հոլովակի իրենց պարոդիաները։ Դրանից հետո Փաշինյանի Instagram-յան էջին սկսել են հետևել Հայաստանի հետ կապ չունեցող մարդիկ։ Ղազախ երգչուհու երգի ներքո նկարահանված տեսահոլովակը, որն արվել էր վարչապետի Աստանա կատարած այցի ժամանակ, տեղական ԶԼՄ-ներում լուսաբանվել է ավելի շատ, քան բուն այցի օրակարգը։ Փաշինյանի այցերը Ռուսաստան նույնպես առիթ են դարձել նրա ծայրահեղ էկլեկտիկ երաժշտական ճաշակը ցուցադրելու համար։ Օրինակ, Մոսկվայից նա ողջունել է իր հետևորդներին Լյուբյանկայում գտնվող անվտանգության դաշնային ծառայության շենքի տեսարանով և Լասկովի մայ խմբի Բելիե Ռոզի երգով։ Իսկ մի քանի օր առաջ ժամանելով Սանկտ Պետերբուրգ նա լսել է Ումա Թուրման խմբի Դաշտիզ երգը։ Ում մտքով է անցել այս տեսահոլովակների գաղափարը և ով է ընտրում դրանց երաժշտությունը։ Նոյեմբերին ռուս մարքետոլոգ Եգոր Բոլկոնսկին մասնագիտական համաժողովի ժամանակ խոսել էր ամերիկացի PR մասնագետի մի զեկույցի մասին, որում ասվում է, որ Փաշինյանի տարօրինակ տեսահոլովակների հետևում կանգնած է Նյու Յորքի Էդելման ընկերությունը, որն աշխարհի խոշորագույն PR գործակալություններից մեկն է։ Սակայն Էդելմանում կատեգորիկ հերքում են, թե խորհրդատվություն են տրամադրում Հայաստանի վարչապետին։ Ըստ լրատվամիջոցի այժմ Փաշինյանի խնդիրն է ընտրողներին վարակել լավատեսությամբ։ Սոցիալական ցանցերը ծառայում են որպես հիմնական հարթակ դրա համար, եւ այդ հարցում նա բացառիկ փորձ ունի։ 2018 թվականի բողոքի ցույցերը, որոնք նրան բերեցին իշխանության, կազմակերպվում էին Facebook-ի միջոցով, գրում է BBC-ն։ Ընդգծելով, որ Արցախյան պատերազմից հետո Փաշինյանն իրեն ավելի զուսպ էր դրսևորում սոցիալական ցանցերում, BBC-ն գրում է. այժմ Փաշինյանի համար սգո շրջանն ավարտվել է եւ սկսվել է նախընտրական քարոզարշավը։ Ժողովրդավարության եւ անվտանգության տարածաշրջանային կենտրոնի տնօրեն Տիգրան Գրիգորյանի խոսքով Փաշինյանի շուրջ ձևավորվել է քաղաքական բլոգերների մի ամբողջ ենթակառուցվածք, ինչը նրան հնարավորություն է տալիս տեղեկատվական դաշտում թելադրել օրակարգը։ Իշխող կուսակցության բոլոր առանցքային անդամները շատ ակտիվ են հատկապես երիտասարդական սոցցանցերում։ Պատճառը ըստ քաղաքագետի այն է, որ սոցիոլոգիական հարցումներով Փաշինյանին եւ նրա կառավարությանն ամենակիչը աջակցում է հենց երիտասարդությունը, եւ այժմ իշխանությունները փորձում են ավելի ակտիվ աշխատել հենց նրանց ուղղությամբ։ Բայց արդյոք այս տեսահոլովակները նպաստել են Հայաստանի վարչապետի վարկանիշի բարձրացմանը, հարց է բարձրացնում լրատվամիջոցը։ Գրիգորյանը նշում է, առայժմ Փաշինյանի տեսահոլովակներն ավելի մեծ ոգևորություն են առաջացնում նախկին ԽՍՀՄ այլ երկրների երիտասարդների շրջանում։ Միքայել Զոլյանն էլ է համաձայնում. Հայաստանում սեփական անձի հանդեպ վերաբերմունք փոխելը Փաշինյանի համար հիմա ավելի դժվար է։ Նրա իշխանության 7 տարիների ընթացքում մեծամասնությունն արդեն կողմնորոշվել է նրա հանդեպ իր վերաբերմունքի հարցում։